այսօր մենք գտնվում ենք Արենի գյուղում։ Հասանք հաջորդ կայան այդ տեղին, որտեղ փորձելու ենք բացահայտել եւ փորձելու ենք հասկանալ, թե ինչ հետաքրքիր մշակութային կամ կեցարային կյանքով է ապրում Արենի գյուղը։ Բացահայտում ենք Արենին, շարժվում ենք առաջ, տեսնելու գյուղի հետաքրքիր վայրերը։ Մենք քայլում ենք Արենի փողոցներից մեկով, բարձրանում ենք վերև, փաստորեն Արենի փողոցները քիչ, բայց դժվար մատչելի հասանելի փողոցներ են, պետք է ջանք գործադրել, որպեսզի բարձրանան հարևանի բնակատեղի։ Բայց մենք չենք գնում հարևանի տուն այս պահին, քիչ անց ցույց տանք, թե ուր ենք գնում ենք։ Այս պահին ես գտնվում եմ Արենի գյուղի հին դպրոցի շենքի դիմաց, ինչպես տեսնում եք, դպրոցը ավերված է, այստեղ այլևս չեն ուսանում մարդիկ, ժամանակին ուսանել են, բայց դպրոցը ինչի հետևանքով է ավերվածության վերածվել, ավերակների վերածվել, թշնամու գնդակոծումից հետո ի վեր դպրոցն այլևս չի գործել։ Արենի հին դպրոցն այսօր իր հնամենին խոնարհված, բայց վեհ ու վստահ տեսքով կանգուն է մնացել եւ մեզ այս հին շինություններն են հուշում, թե ինչպիսի պատմություն է ունեցել տարածքը, տեղավայրը եւ շատ կարեւոր է, որպեսզի նրանք կայուն մնան մեզ համար։ Եվ ինչպես միշտ իմ հետաքրքրությունները սահմաններ չունեն եւ այդ սահմանները այնքան լայն են, որոնք ինձ մոռում են ստիպում են միշտ մտնել ցանկացած շինության ներսում, որպեսզի հասկանանք ինչպիսի տեսք է այն ունեցել։ Իմ հետևից փորձեք հասկանալ, մեր այսօրվա բացահայտվող դպրոցի ներսը ինչպիսին է եղել։ Փոքրիկ դռնակ է ու ենթադրվում է եղել է ինչ-որ փոքրիկ դասարան այստեղ։ Շարունակենք ու փորձենք տեսնել ներսի մյուս հատվածներ, իրականում շենքի ներսը բավականին վտանգավոր է, բայց դա չի խոչընդոտում ինձ մտնել համարձակորեն, շոշափել պատմության հիշողությունները։ Ահա դռներից մեկը։ Եվ այսպես շարունակ ինչ-որ դռներ են, որոնք ենթադրվում է, որ եղել են դասասենյակներ։ Արենի հին դպրոցից անմիջապես հետո այցելեցինք նոր դպրոցը, որը 1965 թվականից ի վեր կառուցվել է եւ գործում է մինչ օրս։ Դպրոցի ամենակարևոր դռներից մեկը առաջին դասարանի, որը այսպահին փակ է, բնականաբար Կիրակի օրում եք եկել դպրոց ու աշակերտների ձայները չեն լսվում, բայց խոսում է դպրոցի տուրը, առաջին դասարանի տուրը ու դպրոցը հետաքրքիր հիշողություններ ակնացրեց նաև հին դպրոցից, որը իր հնությամբ ու հին կահավորմամբ զգայական կարևոր պատկերներ առաջ բերեց, որոնք որ համընկան իմ մանկության դպրոցի հետ։ Շատ խոսում, շատ հետաքրքիր դպրոց ներսից, իդեպ ուզեցի անպայման նշել, որ այս դպրոցում է ուսանել իմ ընկերուհի Նանեն, որն այս պահին ինձ նկարահանում է եւ լայն ժպիտով ու ոգևորությամբ նաև ուզում է իր գյուղի եւ դպրոցի ամեն անկյունը նկարահանված լինի ու խոսել դրա մասին։ Այս պահին ես գտնվում եմ Արենի գյուղի հին փոստայի շենքում։ Պարզվում է այն ոչ միայն այսօր է ծառայում, այլ նախկինում ևս եղել է հին փոստայի շենքը։ Արենի մշակույթի տունն է։ Հնությունից և շինության ընդհանուր կառուցվածքից կարելի է յարդել, իսկ ենթադրել
թե ինչպիսի կյանք է ունեցել Արենին մշակութային ոլորտում։ Ինչպես յուրաքանչյուր գյուղում, այնպես էլ Արենիում կարելի է գտնել փառքի անկյուն, հայրենական մեծ պատերազմի և արցախյան հերոսամարտի ժամանակ նահատակված զոհված հերոսների հիշատակին։ Հայրենական պատերազմի զոհվածների հիշատակին կառուցված աղբյուր, որի ջուրը սառն էր, համեղ էր։ Արենիից դուրս Ժայռերի արանքում բացահայտել ենք մի հետաքրքիր շինություն կառույց, որ անվանակոչվել է Սելավատար։ Անունն էլ արդեն իսկ հիշում է ինչի համար է այն կառուցվել, ժայռերից, լեռներից եկող ցեխաջրերից պաշտպանելու համար, որպեսզի գյուղը չվնասվի, կառուցել են այս պատնեշը, որպեսզի պաշտպանի ջրերի հոսքը դեպի գյուղ։ Արենիի փողոցները դերգերելուց հետո հայտնաբերեցինք մի տուն, որը ենթադրվում է, որ Արենիի ամենահին բնակատներից մեկն է, և ինձ տրված ինֆորմացիաներից պարզվեց, որ 1965 թվականին կառուցված տուն է։ Արդեն իսկ պատերից ենթադրելի է, որ տանը բնակվել են արվեստասերներ, բայց տան դռներն այս պահին փակ են։ Մոտենանք, փորձենք հասկանալ, փորձել բացել դռները, կողպեքները ու տեսնել ինչ կա տան ներսում։ Հաստորեն հաջողվեց բացել տան նկուղի դուռը, խորհրդանշական նկուղ, որը որ արդեն խոսում է, որ այս տան բնակիչները արվեստասերներ լինելուց զատ նաև եղել են հողագործներ, ու մենք գտնվում ենք տան նկուղում, ինչպես արենցիները կասեին, պատվալում։ Նայենք ինչ կա մեր պատվալում, ինչ հետաքրքիր, հին, իսկ ես հնիստ իրա հարմատեմ, հին իրեր, աշխատանքային գործիքներ, հողագործության և ավելի խորքային հատվածում շատ տարբեր հնամաշ իրեր են, այս որոնք ոչ թե անարժեք, այլ արժեքավոր իրեր են։ Պարզապես նրանք թաքնվել են այս հատվածում և իրենց պետք է նոր շունչ տալ։ Հաստորեն ես չէի սխալվում։ Այս նկուղում թաքնված են արենցի Վաչիկ Մանուկյանի ստեղծագործությունները, որոնք այս պահին գտնվում են ձեր տեսադաշտում։ Վաչիկ Մանուկյանը ստեղծագործել է ոչ միայն իր տան պատերի ներսում, այլ իր ստեղծագործություններ ու քանդակագործ աշխատանքները կարելի է գտնել Վայոց Ձոր մարզի տարբեր տարածաշրջաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս։ Այսօր ինձ հաջողվեց գտնել այս տան բանալիները ու բացել այս տան դուռը և լիահույս եմ, որ Արենի համայնքում և ոչ միայն Արենիում, այլ Հայաստանի բոլոր գյուղերի տան դռների բանալիները, թեկուզ նույնիսկ տան բնակիչները չլինեն, բայց մեզանից յուրաքանչյուրը կկարողանա գտնել, բացել, մուտք գործել և կենդանացնել տունը։
Ես այսօր իմ նպատակին հասել եմ։ Արենի հին խորհրդավոր նշանավոր տան դռներից մեկը բաց է։ Իմանաք ինչ եմ բացահայտել, շատ լավ է, որ Արենից ընկերուհի ունես ու ինքը գիտի տեղերը եւ քեզ տանում այնտեղ, որտեղ որ կան մանկության հետ կապող կարևոր հետաքրքիր թելիկներ։ Ուրեմն Արենի տներից մեկում ենք եւ գիտել ենք հետաքրքիր այս լավաշաբույր, լավաշաշարք հատվածը, որը հիշեցրեց հին հայկական տներում ինչպես էի լավաշ թխում եւ չորացնում։ Չորացած լավաշ, մենք հիմա կփորձենք չորացած լավաշով ուտել կաթի սեր։ Եթե դուք երբևէ փորձել եք մաքուր անարատ լավաշով ուտել անարատ կաթի սեր, եթե չեք փորձել, ապա փորձեք ու գնացեք յուղեր եւ ունեցեք այդ լավ հիշողությունը զգայական, որ ամբողջ կյանքում կհիշեք, ինչպես ես այսօր։ Ուրեմն ինչ են անում մարդիկ, կաթը զտում են, ստանում են մաքուր սեր, ոչ թե սուպերմարկետային սերերը, եւ ստանում են նաեւ կաթի մյուս նստվածքը, որից պատրաստում են պանիր։
այստեղ լինելու համար եւ բացահայտումներ անելու համար մեկ օրը իրոք շատ քիչ է եւ մենք բարբերաբար ենք այստեղ եւ փոքրիկ տեսահոլովակներով ձեզ ցույց կտանք մեր կոմպլիկանտները, ուշադրությունները եւ շերի հետ կապված տեսահոլովակները։ Շնորհակալություն մեզ դիտելու համար, մեզ հետ Մեկ օր անցկացրեցինք Արենի գյուղում, գիշերեցինք, զգացինք Արենի գիշերային բույրը, համտեսեցինք Արենի հետաքրքիր ճաշատեսակները, բայց ասեմ ավելին Արենին մեկօրյա բացահայտվող գյուղ չէ։ Որքան հասկացանք Արենում շատ են հետաքրքիր վայրերը, հետաքրքիր բնամեքի տարածքները, որի ճանաչման համար մեկ օրը մահանակ չէ։ Բացահայտելու ենք Արենին եւս մեկ անգամ ճանապարհորդություն դեպի Արենի կազմակերպելու համար։ Իսկ այսօրվա համար այսքանը հուսանք բնական մեր տեսանյութը զգայական հիշողություններ նաև